Դե ծնունդդ մոտենում է։ Վաղը քո օրն է, հա։ 25, հա։ Վայ, ծերանում ես ախպեր։ Լրի Արամ, դու ընդամենը 6 ամիս ես փոքր ինձնից։ Բանի տեղ մի դիր։ Բայց լուրջ, ո՞նց ես քեզ զգում։ Տարօրինակ է, եթե անկեղծ։ Առաջին ծնունդն է առանց Հայկի։ Միշտ ասում էինք 25-ը Փարիզում պիտի նշենք։ Հիմա մենակ եմ։ Հասկանում եմ ախպեր, բայց դու հասել ես այսօրվան։ Ձեր երկուսի փոխարեն։ Դա ինչ որ բան նշանակում է։ Ճիշտ է ասում։ Ու իմացի, որ դու մենակ չես։ Մենք բոլորս քո հետ ենք։ Իդեպ, դրա հետ կապված մի փոքր բան ունենք քեզ համար։ Պետքա վախենամ։ Չէ, բայց մինչև կես գիշեր արթուն մնա։ Հա, քնել չկա, պարոն Ջեթլեգ։ Արաքիչը ճիշտ կես գիշերին պիտի գա։ Դուք լուրջ Երևանից Փարիզ բան եք ուղարկել։ Չի բացառվում։ Պարզապես արթուն մնա ու դռան զանգը մի անտեսի։ Պետք չէր նեղություն գրել։ Լրի ու սերը ընդունի Նարեկ։ Լավ, մինչ կես գիշեր, ուրեմն։ Դուք ուղակի վերջն եք, լուրջ, բարեր չունեմ։ Արամ, դու ամբողջ կյանքում իմ երկրորդ աղբերն ես եղել։ Դրա տեղը ոչ մեկը չի կարող զբաղեցնի։ Ու Մարի, չգիտեմ ինչ ասեմ։ Վերջին ամիսներին դու իմ հենարանն ես եղել։ Չգիտեմ առանց քեզ ինչ կանեի։ Նարեկ, հիմա լուրջ կլացեմ։ Ախպեր, ես այս ժամին նման էմոցիոնալ նամակների պատրաստ չէի։ Թող մի քիչ զգացմունքային լինի Արամ։ Մարդու ծնունդն է վերջապես։ Լավ, ծնունդդ շնորհավոր ախպեր, բայց գնա այդ տորթը կեր, քանի քար չի դարձել։ Տուփի մեջ բացիկ էլ կար։ Ու դրա վրա QR կոդ կա։ Մենք բացիկ ընդհանրապես չենք դրել։ Միգուցե խանութն է դրել։ Տենց բաներ անում են։ Սկան արա շահիր ըմպելիք։ Սկան անեմ։ Բահա, ինչ իմանաս։ Կարողա տիեզերքից անակնկալա։ Լավ, սկան եմ անում։ Տեսնենք, ինչ նվեր եմ ստանալու։ Գրիր քո ամենամեծ ու ամենամաքուր ցանկությունը, ու այն կկատարվի։ Էս ինչա։ Խանութը ցանկություն է կարող իրականացնի։ Վայ, ես ինչ սյուր է։ Էս իրականում շատ քուլ է։ Պարտադիր փորձի։ Հա, ինչ որ բան գրի։ Լավ, տեսնենք ինչ կլինի։ Ծնունդդ շնորհավոր Նարեկ։ Այս գիշեր աստղերը հատուկ քեզ համար են դասավորվել։ Մաքուր սրտից եկող ցանկությունը մեծ ուժ ունի։ Շշնջա այն ինձ, ու եթե սիրտդ հավատա, տիեզերքը կլսի, բայց զգուշացիր։ Մոգությունը խորամանկ բան է։ Երբ ցանկությունը բաց ես թողնում, հետ ճանապարհ չկա։ Դրա համար լավ մտածիր։ Ես ուզում եմ, որ Հայկը հիմա իմ կողքին լինի։ Վայ, չէ։ Չեղարկեք այս ցանկությունը։ Ցանկություն կատարող ֆիլմերում միշտ ինչ-որ մութ շրջադարձ կա։ Եթե ուզեմ, որ Հայկը լինի կողքիս, կարող է ուղարկեն ինչ-որ ուրիշ Հայկի։ Կամ ավելի վատ, իմ եղբայրը, բայց զոմբի։ Լավ, վերջնական ցանկությունս սա։ Ուզում եմ, որ իմ երկվորյակ եղբայր Հայկը երբեք չհիվանդանար այդ սարսափելի հիվանդությամբ ու երբեք չմահանար, որ առավոտյան դուռը բացի թարմ կրուասաններով ու սուրճով, ոնց որ ընդհանրապես ոչինչ եղած չլիներ, ու մենք միասին նշենք մեր 25-ամյակ։ Քո ցանկությունը կատարված է։ Երեխեք, գիտեմ չեք հավատա, բայց Հայկը այստեղ է։ Ախպեր, լավ ես։ Երեք շատ խմել ես, թե ինչ։ Աստված վկա, չեմ կապակում։ Այդ անիծված ցանկության էփը աշխատել է։ Հայկը հիմա իմ մոտ է։ Առավոտը ուղակի մտավ ներս, ոնց որ ոչինչ եղած լիներ։ Կրուասաններ էր բերել։ Հետո դուրս եկավ սուրճ առնելու։ Ճիշտ այնպես, ոնց որ գրել էի էփում։ Լավ, բայց անկեղծ ասած, այդքան բան կար ուզելու։ Դու ուզել ես կրուասան ու սուրճ։ Մենակ դու կարայիք ցանկությունը նախաճաշի վրա ծախսեցիր։ Դուք լուրջ եք հիմա։ Ես իմ եղբայրն եմ ուզել։ Այն եղբորը ում կորցրել եմ։ Այն մեկին, ով պիտի այստեղ լիներ ինձ հետ։ Մեր ծնունդը միասին նշելու համար։ Ու դուք հումոր եք անում։ Սպասիր, ինչ։ Կորցրել ես։ Ինչ ես ասում։ Այսինքն Փարիզում կորելը թե ո՞ն։ Չէ։ Ես ցանկացել եմ, որ Հայկը երբեք այդ հիվանդությունը չունենար ու չմահանար։ Ու դա աշխատել է։ Նա հիմա իմ կողքին է։ Նարեկ, իրոք պետքա խմիչքը մի քիչ քչացնես։ Սպասիր։ Երեկվա վիդեոզանգից screenshot ունեմ։ Դուք երկուստ էլ ողջ առողջ եք։ Հա, ախպեր։ Դու լրիվ խառն ես խոսում հիմա։ Բան չեմ հասկանում։
Դուք չեք հիշում, որ Հայկը մահացել էր։ Դա հենց ապացույցն է։ Ցանկությունս կատարվել է փաստորեն, ու առանց մութ շրջադարձերի։ Նա կենթանի է։ Ոնց որ ընդհանրապես ոչինչ եղած չլինի։ Դրա համար էլ դուք ոչինչ չեք հիշում։ Նարեկ, ես չեմ հիշում, որ այդքան խմած լինեիր։ Ինչի ես մտածում, որ ես մահացել եմ։ Հենել հիվանդությունից։ Ախպեր, ես ողջ եմ, առողջ։ Մղձավանջ ես տեսել, թե ինչ։ Սպասիր։ Հայկ, դու մեր խմբում կաս։ Բա ոնց։ Ինչի չպիտի լինեմ։ Ես չեմ հավատում սրան։ Դե երևի մի հատ շատ ծանր մղձավանջ ես տեսել, բայց հարգում եմ, որ նույնիսկ քո երազներում ինձ փրկում էիր։ Իրական եղբայր ես։ Էս արդեն շատ տարօրինակ է դառնում։ Մենք վստահ ենք, որ Նարեկը գլուխը ինչ-որ տեղ չի խփել։ Արամ, խնդրում եմ, ինձ լսի։ Հայկը կենթանի է ինձ ցանկության պատճառով։ Նա առաջ մահացած էր, հիմա այստեղ է ինձ հետ։ Խնդրում եմ, հավատա ինձ։ Դու գիտես ինչքան ծանր էր ինձ համար, երբ նրան կորցրի։ Նարեկ, մի քիչ հանգստացիր, հետո կխոսենք։ Գուցե ուղակի jet lag-ն է գլուխդ խառնել։ Այդքան երկիր եք փոխել ես կարճ ժամանակում։ Հաստատ շատ հոգնած ես, նորմալ է։ Ուղակի մղձավանջ ես ունեցել։ Չէ, այս մղձավանջ չի։ Սա իրական է։ Ամենաանհանգստացնողը այն է, որ ոչ մեկը չի հավատում։ Ինձ ուղակի պետք է, որ դու վստահես ինձ։ Ես այդքան կարևոր բանի մասին երբեք չէի ստի։ Լավ, եթե քեզ ավելի լավ կզգաս դրանից, հավատում եմ։ Ու քանի որ հավատում եմ քեզ, պիտի ասեմ, ուրախ եղիր, որ ցանկությունդ կատարվել է։ Գիտեմ, անիրական է թվում, բայց ինչ որ կերպ դա տեղի է ունեցել։ Վայելի ժամանակդ Հայկի հետ ու ել մի մտածիր։ Շնորհակալ եմ, Արամ։ Դու ճիշտ ես։ Վերջապես հնարավորություն ունեմ նորից նրա հետ լինել։ Ու չեմ ուզում փչացնել ամեն ինչ, ամեն վարքյան կասկածելով։ Պարզապես ո՞նց է սա ընդհանրապես հնարավոր։ Անկեղծ, գաղափար չունեմ, բայց պիտի ընդունես դա։ Մտածի ինչքան խելառ է, որ այսքան ժամանակ հետո միասին ծնունդ եք նշում։ Հա, գիտեմ։ Պարզապես ուզում եմ այս ուրախությունը բոլորի հետ կիսել։ Թվում է, թե երազի մեջ եմ։ Հնարավոր է։ Բայց եթե քեզ համար իրական է թվում, ուրեմն վայելիր։ Միասին նկարվեք, հիշողություններ ստեղծեք, ու թող ուրիշների կասկածները չփչացնեն ձեր ժամանակը։ Շնորհակալ եմ, ախպեր։ Իրոք գնահատում եմ քո աջակցությունը։ Իդեպ, կարող ես այդ app-ի QR կոդը ուղարկել, թող իմ ցանկություններն էլ իրականանան։ Կուզեի, բայց QR կոդը անհետացել է։ Հիմա ուղակի սովորական ծննդյան բացիկ է մնացել։ Ոչ մի հատուկ բան։ Լուրջ։ Ափսոս։ Ուզում եի տեսնել ինձ մոտ էլ կաշխատի թե չէ։ Գուցե միայն քեզ համար էր նախատեսված։ Եթե նորից նման QR կոդ գտնեմ, առաջինը քեզ եմ ուղարկելու։ Լավ, կհիշեմ այդ խոստումը։ Վերջապես Երևանում եմ։ Ինչ խելար ճամփորդություն էր։ Փարիզը շատ լավն էր, բայց տուն գալն ուրիշ է։ Ու քեզ էլ շատ էի կարոտել։ Ես էլ։ Ինչ կա, ինչի ես գրում։ Պարզապես մտածեցի, վաղուց չենք խոսել։ Ինչ կասես, ընտրիկ, երկուսով։ Սպասիր։ Լուրջ։ Ինչի մենակ երկուսով։ Մենք այդպիսի բան չենք արել առաջ։ Ոնց չենք արել։ Բազմիցս միասին ընտրել ենք։ Միասին, այսինքն մենակ։ Մենք միշտ խմբով ենք շփվել։ Խմբով։ Մենք զույգ ենք, Մարի։ Արդեն 6 ամիս է հանդիպում ենք։ Նարեկ, կարծում եմ խառնում ես։ Ես Հայկի հետ եմ, քո եղբոր։ Սպասիր։ Ինչ։ Չեմ հասկանում։ Հիշում եմ, ոնց Աննան ու Արամը այլ կերպ խաղալու երեկո կազմակերպեցին։ Հիշում եմ, թե ոնց խաղի ընթացքում մտերմացանք։ Այդ կերպի ժամանակ հանդիպել ենք, հա։ Բայց ես հենց սկզբից Հայկով էի հետաքրքրված։ Ու այդ օրվանից էլ միասին ենք։ Հայկով։ Բայց Հայկը այնտեղ չէր։ Նարեկ, կարծում եմ դու իրոք խառնվել ես։ Այսինքն, ասում ես, ես խաբում եմ։ Այն ամբողջ ժամանակը, որ միասին ենք անցկացրել, դա մոռացել եմ։ Դու իմ ընկերուհին ես, ոչ թե նրա։ Նարեկ, դու շատ տարօրինակ ես քեզ պահում ծնունդիցդ հետո։ Սկզբից ասում էիր, Հայկը մահացել էր։ Հիմա էլ կարծում ես, ես քո ընկերուհին եմ։ Պետք է ընդունես, որ ինչ որ բան քեզ հետ այն չի։ Նա մահացել էր։ Ես նրան հետ եմ բերել ինձ ցանկությամբ։ Դու պիտի հավատաս ինձ։ Ես իրոք անհանգստանում եմ քեզ համար։ Դու շատ ես փոխվել։ Չեմ փոխվել։ Ուղղակի ուզում եմ, որ ամեն ինչ նորմալ լինի։ Պետք է մեկի հետ խոսես։
Գուցե բժիշկի դիմել։ Դու կարծում ես, ես խելքս կորցնում եմ։ Ես պարզապես կարծում եմ, որ քեզ օգնություն ա պետք։ Այս ամենը Մարսելու համար։ Ժողովուրդ, մտածում եմ նորից խաղային փարթի չանենք։ Գուցե այս Կիրակի։ Օ, ես կողմ եմ։ Մենակ թե El Monopoly-ա չխաղանք։ Այդ խաղի ժամանակ գազան եք դառնում։ Համաձայն եմ։ Վերջին անգամ Նարեկը սեղաններ շուռ տվել։ Ինչ ես խոսում։ Դա դու էիր, Հայկ։ Չէ, հա, դու բարկացար, որովհետև boardwalk-ը առա ու 3 քայլում քեզ սննանկացրի։ Հա, Հայկը ճիշտ է։ Դա մոռանալ չի լինի։ Էս ինչ անհեթեթություն է։ Ես հստակ հիշում եմ, Հայկն էր պարտվել։ Երազումդ։ Լավ։ Մինչև դուք պարզաբանեք, թե ով էր պարտվել, ավելի կարևոր հարց կա։ Ինչ ենք ուտելու։ Պիցցա թե լահմաջո։ Պիցցա։ Պարտադիր սնկով։ Ֆու, ատում եմ սունկը։ Հա, Նարեկը նույնպես սունկ չի սիրում։ Ուրիշ բան ընտրենք։ Սպասիր։ Ինչ ես ասում։ Ես սունկ սիրում եմ։ Հա? Դու միշտ հանում ես պիցայի վրայից։ Ամեն անգամ բողոքում ես, երբ սնկով պիցա ենք պատվիրում։ Ախպեր, դու ատում ես սունկը։ Գլուխդ խփել ես ինչ որտեղ։ Չէ, ես հաստատ սունկ սիրում եմ։ Մանկուց Հայկի ափսեից գողանում էի։ Ինչ։ Չէ, հակառակն էր։ Ես էի քո ափսեից վերցնում։ Դու միշտ մի կողմ էիր դնում։ Տղերք, լուրջ, սա ուղակի սունկ է։ Կարանք առաջ շարժվել։ Լավ։ Ուրեմն պիցա։ Առանց սնկի Նարեկի համար։ Մարիի համար կրկնակի սնկով։ Էս ամենը ինձ արդեն լուրջ վախեցնում է։ Ես սունկ սիրում եմ։ Միշտ եմ սիրել։ Ախպեր, գուցե ուղակի շատ ես հոգնել։ Մեկ ամսում 4 երկիր փոխել ես։ Կամ Փարիզի ազդեցությունն է։ Ֆրանսիա ես գնում ու սկսել ես սունկ սիրել։ Խնդիրը միայն սունկը չի։ Ով հիմա էլ ինչ։ Այսօր մի քանի հին նկարներ էի նայում։ Արամ, հիշում ես դպրոցից այն աղջիկան, որ հավանում էի։ Լիլի էր անունը։ Հա, Լիլիին հիշում եմ, բայց չեմ հիշում, որ դու հավանեիր նրան։ Հայկն այսօր ասաց, որ ինքն է նրա հետ հանդիպել։ Հա, հանդիպել է։ Չէ, դա ես եմ եղել։ Ավարտական երեկոյին էլ միասին ենք գնացել։ Ախպեր, դա ես էի։ Դու նրան երբեք չես հավանել։ Ասում էիր մեծ ամիտ է։ Հա, ես էլ եմ հիշում։ Դու Անուշիկի հետ էիր ավարտականին եկել։ Չէ, այդպես չի եղել։ Նարեկ, լավ ես։ Դու մի քիչ տարօրինակ ես քեզ պահում։ Էս ամենը լուրջ խառնում է գլուխս։ Իմ կյանքի մասին ամեն ինչ հիշում եմ, կարծես փոխանակված լինի Հայկի հիշողությունների հետ։ Ախպեր, չգիտեմ ինչ ասեմ։ Գուցե ուղակի շատ ես ծանրաբեռնված։ Լավ վերջ, էլ չեմ կատակում։ Վաղը քեզ հաստատ տանում եմ բժշկի Նարեկ։ Բժշկի։ Դու լուրջ ես հիմա։ Հա, ախպեր։ Սա արդեն ինձ շատ անհանգստացնում։ Դու ընդհանրապես քեզ նման չես։ Դուք ինձ հատուկ ես շփոթեցնում։ Փորձում եք ինձ համոզել, որ խելագար եմ։ Մինչդեռ ես գիտեմ, թե ինչն է իրական։ Լավ, մի քիչ շունչ քաշի։ Ոչ մեկը քո դեմ չի։ Իրոք Արամ, որովհետև հիմա բոլորդ Հայկի կողքին եք կանգնած ու ինձ եք դարձնում խելագար։ Որովհետև խնդիրը քո մեջ է։ Անհեթեթ բաներ ես խոսում անընդհատ։ Ահա, ինչ։ Այսինքն ես խելագար եմ։ Ուզում եք ինձ հիմա հիվանդանոցում փակել։ Նարեկ, խնդրում եմ, ոչ մեկը դա չի ասում։ Բայց ասում եք, որ ես հիվանդ եմ, որ բժիշկ է պետք, որ ես իմ սեփական կյանքը ճիշտ չեմ հիշում։ Դու ճիշտ չես հիշում, Նարեկ։ Դու բաներ ես ասում, որ քեզ հետ չեն եղել։ Ովհետև դրանք ելեն։ Պարզապես դուք չեք հիշում։ Նարեկ, վերջացրու։ Գորալով ոչինչ չի փոխվի։ Արամ, դու միակն ես, ով թեկուզ մի քիչ ինձ հավատում է։ Խնդրում եմ ասա, տեսնում ես, թե ինչ է կատարվում։ Ես չգիտեմ ախպեր։ Իրոք չգիտեմ ինչ մտածեմ։ Մի թող, որ նա քեզ էլ իմ դեմ շրջի։ Աստված իմ Նարեկ, ինչեր ես խոսում։ Ինչ քո դեմ շրջել։ Հա? Դե դու էլ ինչպես միշտ կատարյալ ես։ Միշտ ճիշտ ես ու անմեղ։ Ինչ ես ուզում դրանով ասել։ Էդ ինչ դա նշանակում ընդհանրապես։ Դու քեզ պահում ես ճիշտ։ Էնպես ո՞նց ես պիտի պահեի։ Իմ հագուստն ես կրում։ Ինչ ձևով ես խոսում։ Հել չասեմ, բոլորը իմ կյանքը հիշում են որպես քոնը։ Ախպեր։ Ես եմ։ Իրոք։ Նարեկ,
Արի մի սկսի։ Չէ, ես նրան չեմ վստահում։ Այս ամենին չեմ վստահում։ Նարեկ, խնդրում եմ, մենք ուղղակի ուզում ենք օգնել։ Ուրեմն դադարեք ինձ խելագարի տեղ դնել։ Ուրեմն դադարիր խելագարի պես պահվել։ Ռի, Լավ, բավական։ Բոլորդ հանգստացեք։ Հա, մի քիչ դադար վերցնենք։ Նարեկ, խնդրում եմ, մի քիչ քնի։ Հա, աղբեր, քնի։ Գուցե վաղը արթնանաս ու հասկանաս ինչեր էիր խոսում։ կամ գուցե արտանամ ու հասկանամ, որ այս ամբողջը ուղակի մղձավանջ էր, որ այդ անիծված էփում պահած ցանկությունս ընդհանրապես չի կատարվել։ Այսինքն հիմա ուզում ես ես չլինեմ։ Ես չեմ ուզում, որ Հայկը չլինի։ Ես ուզում եմ, որ Հայկը լինի առողջ ու կենթանի։ Ու ես ուզում եմ իմ կյանքը հետ ստանալ։ Դու ինչ ես ընդհանրապես խոսում։ Դու իմ իրական եղբայրը չես։ Դու ուղղակի ձևացնում ես։ Դու գողացել ես Հայկի դեմքը։ Ու հիմա փորձում ես գողանալ իմ կյանքը։ Վերջ, ես սրան այլևս չեմ դիմանում։ Վաղը գնում են բժշկի, չի քննարկվում, որոշված է։ Ախպեր, լավ ես։ Չէ։ Բայց երևի արդեն գիտես։ Հա, ուղղակի ուզեցի ստուգե։ Զգում եմ, որ ես միակն եմ, ով քեզ իրականում լսում է, ոչ թե ուղղակի վիճում։ Դու միակն ես, Արամ։ Հայկը, Մարին, բոլորը նենց են վարվում են, ոնց որ ես խելքս կորցրած լինեմ։ Ես չեմ կարծում, որ խելագար ես։ Բայց արի խոսենք։ Ինչ ես կարծում, իրականում ինչ է տեղի ունեցել։ Առանց ֆիլտրի, քո անկեղծ մտքերն եմ ուզում լսել։ Անկեղծ։ Գաղափար չունեմ։ Մի պահ ծնունդս մենակ էի նշում, Հայկին կարոտած։ Հետո այդ ցանկությունը պահեցի։ Ու առավոտը, հոպ, նա կենթանի է։ Բայց այդ սխալ է, Արամ։ Ամեն ինչ ուղակի սխալ է։ Լավ, արի մի քիչ վերլուծենք։ Դու կարծում ես նրան հետ բերել ես, թե անցյալն ես փոխել։ Սկզբում մտածում էի հետ եմ բերել, բայց հիմա եթե անցյալը չի փոխվել, ինչի եմ մենակ ես հիշում այդ անցյալը։ Մնացած այլ բան են հիշում։ Լավ հարց է։ Ստացվում է դու պահել ես հին հիշողություններդ, իսկ մնացած հիշողությունները փոխվել են։ Բայց հարցը մենակ հիշողությունը չի։ Հենց անցյալն է փոխվել։ Օրինակ, Մարին էլ իմ ընկերուհին չի, ու իմ մանկության հիշողությունները Հայկի հիշողությունների հետ չեն համընկնում։ Լավ, հարցին ուրիշ կերպ նայենք։ Ինչ, եթե դու ոչ թե անցյալն ես փոխել, այլ ուրիշ իրականություն ես ընկել։ Այսինքն զուգահեռ աշխարհ։ Հա, միգուցե այս աշխարհը միշտ էլ էսպիսին է եղել, ու դու ուղղակի հայտնվել ես այստեղ։ Այնտեղ, որտեղ Հայկը առողջ է ու կենթանի։ Վայ, սարսափելի բան ես ասում։ Դա կբացատրեր, թե ինչի են բոլորը ուրիշ բան հիշում, թե ինչի քո անցյալը չի համընկնում մեր հետ, որովհետև էս քո անցյալը չի։ Վայ Աստված։ Բա ինչ անեմ, Արամ։ Սա իմ իրականությունը չի, ու ես ընդմիշտ փակված եմ այստեղ։ Եթե դու իսկապես մեկ իրականությունից մյուսն ես անցել, ստացվում է դու առողջ ես։ Այսինքն բժշկական ստուգումը ցույց կտա, որ դու խելագար չես։ Հա, երևի։ Բայց դա ինչին է օգնելու։ Մտածի։ Եթե պարզվի, որ դու առողջ ես, գուցե մյուսները սկսեն քեզ հավատալ, երբ ասես, որ ինչ-որ գերբնական բան է եղել։ Ճիշտ ես։ Ու ես կփորձեմ կապ հաստատել Փարիզի այդ հացատան հետ։ Գուցե դեռ ունեն այդ ծննդյան բացիկները QR կոդով։ Լավ։ Արի քո ասածով անենք։ Լավ։ Մինչ այդ, ուղղակի փորձի նորմալ պահել քեզ։ Շնորհակալ եմ, Արամ։ Իրոք շատ եմ գնահատում, որ ինձ հավատում ես։ Նոր Հայկի հետ էի խոսում։ Բժիշկները Նարեկի ուղեղի վրա ինչ-որ բծեր են գտել։ Ինչ։ Աստված իմ։ Դա ինչ է նշանակում։ Ասացին, հնարավոր է, որ դա հիշողությունը դրա համար են խառնվել, բայց իրենք էլ չգիտեն այդ բծերը ինչ են, կամ ոնց է պետք դա բուժել։ Չեմ հավատում, որ սա իրական է։ Շատ ցավում եմ, Նարեկ։ Մենք բոլորս քո կողքին ենք, Նարեկ։ Ինչ էլ պետք լինի, մենք քեզ հետ ենք։ Ես լավ եմ։ Այս ամենը ինչ որ չար սխեմայի մաս է։ Հայկն է սրա հետևում։ Ինչի պիտի քեզ վնասեմ։ Ես քո եղբայրն եմ։ Դու Հայկի դեմքն ունես, բայց դու իմ իրական եղբայրը չես։ Ես այստեղ եմ, որ քեզ օգնեմ։ Ես իսկապես չգիտեմ, ինչի մասին ես խոսում։ Օգնել։ Թե խանգարել, որ ճշմարտությունը բացահայտեմ։ Ինչ կլինի, եթե դու ինչ որ մութ պլանի մաս ես, որ ինձ ջնջեն, ոնց որ ես երբեք եղած չլինեմ։
Նարեկ, քեզ բուժելը հիմա ամենակարևորն է։ Մենք միշտ քո կողքին ենք։ Ուղակի իմացիր։ Ես քո կյանքի համար կպայքարեմ, Նարեկ։ Նույնիսկ եթե հիմա ինձ չես վստահում։ Ես պարզապես ուզում եմ, որ դու լավ լինես։ Ախպեր լսի։ Բժիշկները իրոք ինչ-որ բան են գտել ուղեղիդ մեջ։ Բծեր։ Սա իրական է, ոչ թե ինչ-որ գերբնական զիբիլ։ Միգուցե պետք է սկսենք այդ տարբերակն էլ հաշվի առնել։ Չէ Արամ, ես հիշողության կորուստ չունեմ։ Ես հստակ հիշում եմ, ինչ է ինձ հետ տեղի ունեցել։ Ես չեմ ասում, որ հորինում ես, բայց ինչ կլինի, եթե չգիտեմ, գուցե ինչ-որ բան սխալ ես հիշում։ Ես ոչինչ սխալ չեմ հիշել։ Նայ, հասկանում եմ, խառնված ես։ Բայց գուցե ժամանակն է դադարել մտածել այդ պահածը ցանկության մասին ու սկսել մտածել բուժման մասին։ Չէ, դու չես հասկանում։ Հասկանում եմ, ախպեր։ Բայց լսի, նույնիսկ եթե քո ասած ամեն ինչ ճիշտ է, նույնիսկ եթե դու իրոք ուրիշ իրականություն ես ընկել այստեղ, նույնիսկ եթե Հայկը քո տեղն է զբաղեցրել, դու հիմա այստեղ ես։ Ու այդ բծերը, դրանք իրական են։ Դրանք հիմա քո կյանքի մասն են։ Չէ, չեն։ Դա հենց այն է, ինչ Հայկը ուզում է, որ ես մտածեմ։ Բայց ինչի։ Այդ հետազոտությունների արդյունքները հաստատ կեղծ են։ Հայկն է կազմակերպել։ Նա սա անում է, որ իմ կյանքն ամբողջությամբ իրեն վերցնի։ Ախպեր։ Նա ուզում է, որ ես վերանամ։ Նարեկ, շունչ քաշի։ Չէ, դու պիտի լսես։ Ես հիվանդ չեմ։ Ես հիշողությունս չեմ կորցնում։ Ես հստակ գիտեմ ով եմ։ Ու Հայկը նա ստախոս է։ Լավ, ապացուցի։ Ինչ։ Եթե կարծում ես, որ արդյունքները կեղծ են, ապացուցի։ Գնա ուրիշ բժշկի։ Կրկնակի հետազոտություն արա։ Եթե նույն բանն է էլի գտնեն, դրանով կզբաղվենք։ Բայց եթե չգտնեն, գոնե հաստատ կիմանաս։ Լավ, բայց երդվում եմ Արամ։ Եթե դու էլ սկսես նրա կողմից լինել, էլ իմ ընկերը չես։ Նարեկ, դու տուն գնալու ճանապարհին ու շաթափվել ես։ Քեզ շալակած եմ տուն տարել։ Ոնց ես հիմա։ Ես լավ եմ։ Չէ, լավ չես։ Բծերը մեծացել են։ Բժիշկները ցույց տվեցին նկարները։ Հիմա հասկացա։ Ինչը։ Հայկը արդյունքները չի կեղծել։ Կարիքը չկար։ Ինչ մասին ես խոսում։ Տիեզերքը հավասարակշռվում է։ Այդ ինչ է նշանակում։ Մեկ կյանք տրվում է, մեկ կյանք վերցվում։ Այդպես է աշխատում։ Նարեկ, ել մի շարունակ։ Երբ ես այդ ցանկությունը պահեցի, ես ոչ թե ուղակի Հայկին հետ բերեցի, ես նրա հետ տեղերով փոխվեցի։ Դու զառանցում ես։ Իրոք։ Դե բացատրի, ինչի ես հիմա նրա սիմպտոմներն ունեմ։ Բծերը, թուլությունը, ուշագնացությունները։ Ճիշտ այնպես է, իր հետ եղավ առաջ։ Պատահականություն։ Չէ, պատահականություն չի։ Սպասիր ու կտեսնես։ Բժիշկները ինձ համար բուժում չեն գտնելու, ու ես կարճ ժամանակում կմահանամ։ Ես դա կգիտեմ, որովհետև արդեն տեղի է ունեցել։ Ես չպետք է այդ ցանկությունը պահեի։ Պետք է թողնեի, որ Հայկը մահացած մնար։ Չէ, Նարեկ, դες մի ասա։ Կասեմ, Լսի ինձ։ Դու հիվանդ ես։ Ու վերջ։ Ոչ անեծք, ոչ տիեզերական փոխանակում։ Պարզապես հիվանդ ես։ Ու դու պիտի պայքարես։ Նարեկի մոտ ոնց է վիճակը։ Իմ վերջին հաղորդագրությունները տեսել է ընդհանրապես։ 3 օր մի բառ չի ասել։ Վիճակը շատ ավատացել։ Գրեթե չի շարժվում։ Այսինքն ոնց։ Ձեռքերն ու ոտքերը շատ թուլացել են, իսկապես շատ։ Մի բաժակ ջուր էլ չի կարող բռնի։ Ուղղակի նստած է, դատարկ մի կետի է նայում։ Ոնց որ իր մտքերի մեջ մոլորված լինի։ Մտածում էի, գուցե արդեն մի քիչ լավանա։ Բժիշկներն ինչ են ասում։ Իրենք էլ չգիտեն։ Մենակ ընդհանուր բառեր, նյարդաբանական խանգարում, անհայտ վիճակ։ Ասում են՝ սպասենք, տեսնենք։ Բայց էլ չեմ համբերում, չեմ կարողանում նրան այս վիճակում տեսնել։ Գոնե կարողանանք ինչ-որ կերպ օգնել։ Երեք մաման ու պապան եկան նրան տեսնելու։ Հիմա իրենք էլ են շատ վախեցած։ Ասացին, եթե շուտ բան չփոխվի, Նարեկին քիչ ժամանակ է մնացել։ Քիչ ժամանակ։ Այդ արդեն շատ ծանր է հնչում։ Գիտեմ, ու զգում եմ, որ ամեն օր նրան մի քիչ եմ կորցնում։ Ոնց որ աչքերիս առաջ մարի։ Ու ես ոչինչ չեմ կարողանում անել։ Սա շատ ծանր է ցանկացած մարդու համար։ Ես ուղղակի ուզում եմ ինչ-որ բան անել։
բայց նա ինձ չի թողնում մոտենալ։ Ինձ թշնամի է համարում։ Նա վախեցած է Հայկ։ Այս ամբողջը նրա համար էլ է սարսափելի։ Գիտեմ, բայց չգիտեմ ոնց օգնեմ նրան։ Գուցե լավ հիշողություններից խոսես։ Ինչ որ բան, որ իրեն հետ կբերի իրականությանը։ Կարծում եմ չի օգնի։ Ժող, վատ լուր ունեմ։ Նարեկը 3 գիշեր մահացել է։ Չեմ հավատում։ Գիտեի, որ վիճակը վատանում էր, բայց սա Սարսափելի է։ Ես շոկի մեջ եմ։ Այդքան երիտասարդ էր ու Չեմ կարողանում հավատալ, որ Նարեկը էլ չկա։ Անարդար է։ Նա դեռ լիքը բան ուներ անելու։ Գիտեմ, մինչև վերջ հավատում էր, որ ինքը այս իրականությանը չի պատկանում, որ իր ծննդյան ցանկությունը ամեն ինչ փոխել է։ սիրտս կոտրվում է։ Բայց մի բան հարցնեմ։ Դուք չեք մտածում, որ գուցե նա ճիշտ էր այդ ցանկության մասով։ Թե կարծում եք հիվանդությունն էր խառնել նրա գլուխը։ չգիտեմ, չեմ հավատում գերբնական բաների, բայց նրա համար դա շատ իրական էր։ Կարծում եմ ցանկություն պահելու app-ը ուղղակի իր գլխում էր։ Հիվանդության սիմպտոմ։ Ես էլ էի առաջ տենց մտածում, բայց հիմա իմ մտքերն էլ են խառնվել։ Կարող է Նարեկը ճիշտ էր ասում։ Կարող է նա իսկապես ուրիշ իրականությունից էր այստեղ հայտնվել։ Մեր վերջին խոսակցությունը գլխիցս դուրս չի գալիս։ Նա գիտեր հիվանդության մասին ավելին, քան բժիշկներն էին ասել։ Ասում էր բժիշկները բուժում չեն գտնելու։ Ինչպես կարող էր դա իմանալ։ Ամենածանրը այն է, որ վերջին պահերին ինձ ատում էր։ Այդ միտքը ներսից քայքայում է ինձ։ Իրոք ուզում եմ հավատալ, որ եթե այդ ցանկության պատմությունը իրական էր, ապա նա ուղակի վերադարձավ իր իրականություն, որտեղ ամեն ինչ առաջվա պես է։ Այդ միտքը մխիթարի չարամ, բայց միաժամանակ շատ ցավոտ։ Նա ընդամենը ուզում էր եղբայրը իր կողքին լինի, ու դա իր համար մղձավանջ դարձավ։ Եթե զուգահեռ աշխարհներ իսկապես կան, դա նշանակում է, որ ամեն իրականությունում միայն մեկն է ողջ մնում։ Կամ Հայկը, կամ Նարեկը։ Ոնց որ դաժան տիեզերական կատակ լինի։ Բաժանորդագրվիր։ Նոր սարսափ չաթերը բաց չթողնելու համար։